ERT-ն հեռուստաընկերության տաղավարում վերլուծությունների ժամանակն է, այստեղ է Արմեն Չիբուխչյանը, բարև ձեզ Արմեն։ Բարև ձեզ։ Երևի ուրիշ թեմայի չենք կարող անդրադառնալ նախ եւ առաջ, քան հայաստանյան ընտրությունների թեմային, այսինքն դրան հաջորդած շրջանին, Ծառուկյանին չթողեցին, որ մեկնի երկրից, ինչ եք կարծում, դա ուղղակի ներկայացում էր, ինքն էր ուզում, որպեսզի այդպես լինի, թե գնացել էր իսկապես փախչելու։ Դե հետ ինչ իմանանք։ Կարող է տենց լավ քարոզարշավ արեց, տենց ինքստինքյան հոգնեց, որտեվ դե ծանր քարոզարշավ է, իրանք սովոր չեն, այդ գեփ կտեսնեք Ծառուկյանը տես տեմպով գնում մարդկանց հանդիպում եւ այլն։ Ուղղակի հետաքրքրականը գիտեք որն է, որ տենց ինքը խոսում է տենց սաղի համար լավ աշխատողներ են, որ ինչ որ հաշվարկներ էր անում, չէ, ամեն բժիշկ ստանում է 100,000, 400 բժիշկը $1 միլիոն, այն հիշում եք, ես մի հատ հաշվարկեր արել եւ այլն, տենց սաղին տենց լավ, տենց սաղ մարդիկ վատ են ապրում։ Ես ես մի բան ասեմ, ես հիմա չեմ ուզում անուններ տամ կամ բանանեմ, բայց նույն այսքան տարիների ընթացքում պարբերաբար իր ձեռնարկություններից էլ ստացել են մարդկանցից բազմաթիվ տեղեկություններ, մարդիկ շատ, այսպես շատ դեպքերում, ովքեր համենայնպես ինձ գրում էին, բավական այնպիսի բաներ էին գրում, որ ընդհանրապես իր խոսացածը չի համապատասխանում, անգամ, այսինքն մարդը նախ սեփական աշխատողները պետք է այնպես անի, որ սեփական աշխատողները ասեն, որ բոլորը դուրս գան ասենք որ մարդը դուք ասի ես Ծառուկյանի մոտ եմ աշխատում, իմ մոտ ամեն ինչ լավ է, հա, կոպիտ ասած։ Նոր դրանից հետո դու մտնում ես քաղաքականություն, արդեն խորհուրդներ տա, թե չէ, ինքան տարբեր ու բազմապիսի բաներ են ինձ գրել թեմաներով եւ այլն, ես հիմա չեմ ուզում խորանամ դրա մեջ, բայց ամեն դեպքում ուզում ասեմ, չգիտենք հիմա, ես եթե իմ կարծիքն եք ուզում իմանալ, ուզում եմ փախներ։ Եթե իմ կարծիքն եք ուզում իմանալ, ինչու՞։ Բայց սա իմ ենթադրությունն է, որտեվ սենց եմ մտածում։ Հիմա իրենք մեծ շանս ունեն անցնելու ազգային ժողով, որտեղ վերահաշվարկի արդյունքում, ինչպես երևում է, այսինքն իրենք եթե մտնում են խորհրդարան, ԿՊ-ն 3/5-րդն էլ է կորցնում, այդ դեպքում արդեն ամեն մի պաշտոնյայի նշանակումը դառնալու է կինո։ Այսինքն եթե սահմանադրության փոփոխությունը 2/3-ը չունեն, սահմանադրական մեծամասնություն, լավ, դա ինչ որ մի ձև, եթե շատ պետք կլինի ԿՊ-ին, եթե հիշողությունս չի տվաճամ, ես դեռ են Եվրաքվեի պատմությունից եմ հիշում, որի կազմակերպիչներից, որի ասենք, այսպես ասած, չասեմ կազմակերպիչներից, բայց որի, այսպես ասած, միտքը հղացողներից մեկը, նաև ես եւ աջակիցներից մեկը ես էի նաև Եվրաքվեի հետ կապված, հա։ Ուրեմն դեռ այն ժամանակ ես հիշում եմ, որ երբ որ մենք քննարկում էինք, այդ տարբերակը կար, որ եթե ուրեմն ռեֆերենդումի հարց կանգնի, այնտեղ, գիտեք, հիմա չեմ հիշի, արդեն տարի ու կես 2 տարի առաջ էր, չէ՞, 300,000, եթե չեմ սխալվում, կներեք, էլի եթե թվերը հիմա խառնեմ, հետո կճշտեմ կասեմ։ Այսինքն, որպեսզի շրջանցես ազգային ժողովում, այնտեղ տարբերակ կա, մի քանի 100,000 ստորագրություն, այսպես ասենք, լավ, զգուշորեն ասենք, մի քանի 100,000 ստորագրություն ես հավաքում եւ կարողանում ես հանրաքվե անցկացնել, հա։ Իհարկե այդ հեշտ չի, անկեղծ ասած, որտեղ փոքր ժամկետում պետք է մի քանի 100,000 ստորագրություն հավաքես, լավ ասենք իշխանություն են, ասենք մեծ լծակներ ունեն, մեծ ռեսուրսներ ունեն, կարող են ասենք, չգիտեմ, ամենտեղ քաղաքապետարան բան ունեն եւ այսպես է, կարան այդ process-ը ինչ որ մի ձև հասցնեն կազմակերպեն, բայց երբ որ արդեն գալիս է գլխավոր դատախազ ընտրելու պահ, գալիս է, չգիտեմ, տարբեր պաշտոնյաներ ընտրելու պահ, դա արդեն խնդիր առաջացնելու, կարող է այսպես մի իրավիճակի բախվենք, երբ որ ժամանակավոր պաշտոնակատարների ուրեմն կառավարություն դառնա, կոպիտ ասած, հա, երկիր դառնա, ասենք, ում չկանան ընտրեն, այնքան տանեն բերեն, այնտեղ տարիներով ժամանակավոր պաշտոնակատար մնա, որպես այդպեսին։ Բայց դա կառաջացնի անհարմարություն, այս իմաստով բավականին լուրջ, եւ իհարկե էլի անիմաստ գզվռտոցի տեսարաններ ենք տեսնելու, այսպես ասում, կինոն նորադեռ սկսում։ Եթե ասենք, եթե նրանք հավաքեցին։ Ես ասեցի, եթե ուղղակի ասեմ ձեզ, հա, ասեցի, բայց եկեք մի բան ասենք, իմ ունեցած տեղեկություններով 60 ձայներ իրենց պակասում, իմ ունեցած տեղեկություններով, հիմա 90 ձայն մոտավորապես 90-ից ավելի ձայն մոտավորապես հետ են բերել, այսինքն բայց այսպես զգուշավոր հաշվարկներ, չէ, արդեն հաստատվեց, որ 90, չէ, վերահաշվարկը սկսվել է, արդեն 90 ձայն հետ են բերել։ Հիմա, բայց կան զգուշավոր տեսակետներ, որ չէ, 60 ձայնը քիչ է, որպեսզի 100% ԲՀԿ-ն անցնի,
ուրեմն պետքա 120 ձայն հետ հավաքեն։ Հիմա ելնելով, որ իրանք, եթե չեմ սխալվում, 4 ընտրատեղամասին էին խոսում, որ այնտեղ եւ պարզվեց, որ իրոք այնտեղ իշխանության ասելով տեխնիկական սխալ ա եղել, սաղի ձայները գծվել են, դե այնտեղ ասում են, որ կպանել ա կորցրել, ինչի որտեղ այնտեղ ասում են ստացել դրա արդյունքը։ Հա, այդ եմ ասում, ինչի որտեղ ամեն մի հաջորդ, ասենք ոնց որ էլեկտրոն համակարգը խափանվել է, նախորդի ձենը անցել է մյուսին, մեկով սենց անցել է, դրա համար ասենք օրինակի համար ԿՊ-ի ձայնը ստացել է դոկ կուսակցությունը, ԿՊ-ն ստացել է Հայաստան դաշնքի ձայնը, ասես մեկ տողով իջել է։ Ես տեխնիկական մասնագետ չեմ կարող ասել այդ ոնց է դες խափանվել համակարգը չգիտեմ, բայց ամենապես այդպես է ստացվում։ Երողություն ես նկատի ունեի, ոչ թե ԿՊ-ն ստացել է ուրիշի ձայն, այլ այդ վերահաշվարկների արդյունքում պարզվել է, որ ԿՊ-ն էլ ունի բավական կորցրած ձայն։ Դե ես դա ասեցի, այսինքն ԿՊ-ի ձայները անցել է դոկ կուսակցությանը, այսինքն ոնց որ ոչ մեկը իր ձայները չի ստացել։ Այդ է տեխնիկական բան է տեղի ունեցել, բնականաբար, եթե ոչ մեկը իր ձայները չի ստացել, նշանակում է փոխվում է սա բոլորը, ասենք ովքեր ուժեղ էին, իրենց ձայները ավելացել են, ովքեր թույլ էին եւ պատահաբար տես մեկը նայել են ինչ որ միտեղ ես պատկերացնում ասենք այդ դոկ կուսակցության ներկայացուցիչները ոնց էին զարմացել որ ԿՊ-ի ձայները եկել է իրանց վրա, ասենք չէ, տեսանը պատկերացրեք։ Հիմա իրավիճակը հետեւյալն է, որ ինտրիգը պահպանվում է, բայց այստեղ տեսեք շատ ավելի լուրջ հարց կա քննարկելու, որովհետև էլի սկսվելու է ես Նիկոլ Փաշինյանի ելույթը այսօր լսեցի, տեսեք դուք կհիշեք այս տաղավարից նախորդ ընտրություններից հետո դեռ ինչքան է ես խոսում, որ ընտրակաշառակերները պետքա նստեն, նախադեպ պետքա լինի։ Եվ այս հարցը ես անդադ բարձրացրել եմ։ Նախորդ ընտրություններում Երևանի ընտրություններից հետո, չէ, այդ որ անդադ ասում էին բաժանում։ Կհիշեք, ես ինչքան եմ ասել, որ մինչև այդ նախադեպը չլինի, անդադ շարունակվելու։ Հիմա պարոն վարչապետ Փաշինյանը արդեն 8 տարի է վարչապետ։ Դե ինքը ասում է իրավական համակարգը, ես այդ ամենը իրավական համակարգի քաղաքական պատասխանատուն ինքն է։ Ասեց, որ վերցնում է քաղաքական պատասխանատվությունը։ Այո, եւ դրա համար տեսեք, ինքը չի կարող բողոքի, որտեղ մեկը մարդիկ իրանից են պահանջելու։ Չէ, բողոքում ընդհանրապես ասում է, որ պիտի աշխատեք։ Այո, հիմա տեսեք ինչն է խնդիրը։ Գագիկ Ծառուկյանի վրա քրեական գործեր հարուցվել ընտրակեղծիքների գծով 20 թվականին, եթե չեմ սխալվում։ Վերջերս ընտրություններից առաջ արդարացվեց Գագիկ Ծառուկյանը։ Ասեց ինքը կապ չունի, ոչ մի փող չի բաժանվել, դե չգիտեմ ում են դատել, ինչ չեն դատել, իր ինչ որ երկրորդական, երրորդական մարդկանցից։ Հիմա նույն բանը ինչա տեղում։ Հիմա իր իրավաբանները նույն տակտիկայով են գնում, ասում են Գագիկ Ծառուկյանը ոչ մի բիզնես անձամբ ինքը չի ղեկավարում։ Դե գիտեք, եթե տեղյակ չեն հետևորդները, ասել եք, որ հարկերի թաքցնելու հետ կապված։ Հիմա դուք գիտեք նախորդիվել էր դատական գործերի ընթացքում միշտ ներգրավված էին Գագիկ Ծառուկյանի այսպես աջ թևերը կամ ձախ թևերը, այտենց։ Հիմա ուրեմն դե ուզում ասեմ կամ միասնություն չգիտեմ։ Ուզում ասեմ չեմ կարող ասեմ մտերիմներ, որովհետև կարող մտերիմ չեն, ուղղակի բիզնես պարտներներ են, կարող է ընկերներ են, չգիտեմ, բայց համենայնպես ովքեր ում որ ինքը նշանակել է պատասխանատու, այսպես ձևակերպեք միտքը։ Հիմա եւ այդ ժամանակ ուրեմն ի վերջո այդ մարդիկ էին դատվում, հետո տես չգիտեմ ինչ որ ձևով տենց գազատ էին արձակվում 2 տարի տես քաշքշուկից հետո։ Հիմա նույն բանն էլ, ասենք հիմա տեղի չունենա։ Այսինքն, տեսեք ինչն է վտանգավոր։ Չվերածվի նորից սա քաղաքական առևտրի, ասենք օրինակի համար, եթե օրինակի համար դուք ուզում եք, որ ես գլխավոր դատախազ նշանակեմ, այսինքն ինֆրակցիան քվեարկի, ես կրկնում եմ, սա այն պարագայում, եթե Ծառուկյանը, բայց մենք հիմա դալի որ դիտարկում ենք, որտեղ արդեն մեծ հավանականություն կա, որ իրանք անցնում են նախնական, Կիրակի օրն է պարզ լինելու վերջնական, բայց սա կարող է վերածվի առևտրի։ Քրեական գործը հանի, կոպիտ ասած, ես կքվեարկեմ կամ չգիտեմ, եթե խելոք պահես, վերջում ընտրություններից առաջ նորից այս ձևով քրեական գործը վրիցդ կան։ Չէ, տենց այդ ձևով չի աշխատելու, հա, որովհետև տեսեք, հիմա ուշադիր եկեք հասկանանք։ Կընդունեք, չէ, որ Փաշինյանի հստակ ուղերձը, եւ այսօր ես լսեցի Ռուբինյանն է, իրենց քաղաքական թիմներ արդեն ճիշտ է, տես թե ակնարկում են, դե բա ժողովուրդն է ձայն տվել, դե պարզա որ ժողովուրդը ձայն տվել, բայց եկեք ընդունենք, որ Փաշինյանը խոստացել է, որ պետքա այսուհետ օլիգարխիան նստի, պատժվի, գործակալները պետքա նստեն եւ իրենք ասում են, որ մենք այդպիսի մանդատ ենք ստացել։ Այսինքն այո, ասում են բոլոր հանդիպումներին։ Ահա, ֆիքսեցինք սա, լավ Արուսյակնից այդ համաձայն է։ Ֆիքսեցինք սա, որովհետեւ այս վիճակը, եթե էլի չպատժվեն ընտրակեղծարարները, եթե էլի ոչ մեկ չնստի։ Ես այն ժամանակ ասում էի, մի հոգի նստի, որ մնացած բոլորը տեսնեն, որ այս մարդը բանտում է,
փողաբաժանել, մարդահամոզել, ապացույց, մի հոգու ինչա ԱԱԾ-ն այսքան դա լավ էլ կարող են տասնյակ դեպքեր բռնել։ Եթե մի քանի հոգի նստի եւ մյուսները տեսնեն, որ մարդիկ բանտում են ռեալ 4 տարի ընտանիքից կտրված եւ այլն եւ ծախսեր իրավաբաններ եւ ոչ մեկ չի գնա այդ գումարի համար չի մտնի, որովհետեւ ես ասեմ, այդ ընտրակեղծարարները իմ ունեցա, այսինքն բոլորը գիտեն, իրանք ստանում են մեծ գումար, այսինքն մի քանի միլիոն դրամ, քիչ բաժանում են, այո, եւ ի վերջում իրանք լավ պլյուսով են մնում։ Հիմա մենք գնանք ովազդային դաթարի, կվերադառնանք շուտով։ Սեյֆը այսօր էլի լցնելու են։ Խոշորա լինելու։ Բաբար բռնվեն։ Չենք բռնվի մի կռա։ Մարդիս ասած, մի օր կինո են նկարելու այդ պատմության մասին։ Ֆիլմի ցուցադրման հովանավոր Vivaldi Catering։ Մեր տաղավարում Արմեն Չիբուխչյանն է, վերլուծություններն են եւ կարծեմ ընտրությունների թեմային շարունակություն ունեիք։ Տեսեք, երկու կարևոր բաներ շեշտենք, ուրեմն ես անձամբ ես, տեսեք, ինչքան էլ Փաշինյանը ասի, ինչքան էլ ասեն, որ ասեք, օրինակ, ինչի է հիմա Գագիկ Ծառուկյանի վրա քրեական գործ հարուցվում, ինչի էս նախընտրական շրջանում է Փաշինյանը ասում, ցեմենտը կվերցնեմ եւ այլն, Արադ ցեմենտը նկատի ունեմ, տեսեք, եկեք իրար ճիշտ հասկանանք, եվրոպացիները, մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունները եւ այլն, իդեպ ԵՀԿ-ը դա արձանագրել է ցավոք սրտի։ Եկեք մի կարևոր բան, չի կարելի դա անել նախընտրական շրջանում։ Ուրեմն, ես Սամվել Կարապետյանը Էլեկտրիկ Երևանը երբ էր 15 թե 16 հեծը երբ անց արդեն 10 տարի է, 10 տարուց ավել է իրենց ձեռքն է, չէ, 10 տարի լավ վերցնեք, 10 տարի է։ Ձեզ թվում է ինչա նոր է, եթե ես օրինակ հավատում եմ հավելագրումներին։ Ես անձամբ հավելում, որովհետև ես Հայաստանում ապրել եմ, դա անգամ Հայաստանում ապրած տարիներին, երբ որ արդեն Իրանն էր հեծը, ես անընդհատ խոսանքի մեջ կարող է դա իմ անձնական, տեսեք, եկեք անմեղության կախավարկած չխախտենք, կարող է դա իմ անձնական թվարությունը լինի։ Չէ, բարձրացնի, եթե փաստեր չունենա։ Եկեք մենք զգուշ խոսենք, էլի, հիմա ուզում եք։ Հիմա մենք զգուշ ենք խոսում, դա իմ անձնական գուցե տպավորություն, բայց անընդհատ անտրամաբանական ինչ որ բան էի տեսնում այդ հեծի թվերի մեջ եւ այլն, հա։ Եվ այլն, դրա համար ասում, տեսեք, ես իշխանությունը ասում է իրանք բան են արել դպրոցներից, օքեյ, ես հավատում եմ, բայց իրանք նոր չեն արել դա, եթե արել են։ Այդ տրամաբանությամբ ես վստահ եմ իրանք 19-ներ են արել, 18-ներ են, 21-ներ, 22-ներ, 23-ներ, չէ։ Բնականաբար այդ մեթոդը այդպես մի օրում չեն անում, այդ sense պրակտիկա է ձևավորվում աշխատանքի, որ ստեղից ընդեղից, ասենք մի տեղից եթե արել են։ Հիմա եթե այդպիսի մեղադրանք կարելի առաջադրել 23 թվականին, երբ որ դեռ Սամվել Կարապետյանը չէր մտել պայքարի մեջ եւ հավատացնում ձեզ չէր մտնի պայքարի մեջ, եթե լուրջ այն ժամանակ եւ կհասկանային որ երկիրը օրենքի երկիր է, այսինքն արդեն դուք հասկանում եք եւ այն ժամանակ Սամվել Կարապետյան չէր աճի, մեր ձևով շարժում չէր աճի, որտեղ եւ հավատացեք բնակչությունն է Փաշինյանին պաշտպանողներն էլ եւ այն մարդիկ, որոնք ոչ թե ասենք կոպիտ ասած տենց այսպես նվիրալ Փաշինյանականներ, այլ ուղղակի ասես մարդիկ են, որոնք ուզում են ընտրություն կատարել, ասինքն ենթադրենք այն մասան դե գիտեք Հայաստանում հիմա ըստ հարցումների ամենամեծը չկողմնորոշված մասան էր միջև ընտրությունների ժամանակ, հիմա էլ ըստ էության նայում ենք, ասենք էլի ճիշտ է բարձր մակարդակեր, բայց եթե նայենք, ասենք շատերը ձայն են տվել, որովհետեւ չեն ունեցել այլ ընտրանք։ Հիմա դուք պատկերացնում եք ինչքան մարդ, որը հեղափոխությանը մասնակցել է, կսկսեր, ասենք, ավելի ոգևորվել եւ հասկանալ, որ երկրում բան է փոխվում։ Չի կարելի դա անել ընտրությունների շեմին։ Չի կարելի դա անել, որովհետեւ բոլորի մոտ կասկած է առաջանում եւ որտեւ արդեն սա առաջի դեպքը չի։ Առաջի դեպքը չի, անընդհատ նույն պրակտիկան է, տեղական ինքնակառավարման մարմինի ներդրությունը։ Ես դեմ չեմ, որ այդ մարդիկ, չգիտեմ ում դատավորն է, որը որ դատական վճիռը տրվել է, մեղավոր է, որը որ կասկածվում է, հիմնավոր է կասկածում, օքեյ, ես դեմ չեմ, բայց չի կարելի դա անել ընտրությունների շեմին։ Դա նշանակում է, որ այսինքն ես գիտեմ, որ դու մեղավոր ես, բայց եթե դու քեզ խելոք պահես, ես քեզ չեմ դատի։ Այ եթե խելոք չպահես, գնաս սկսես ընտրությունների ժամանակ մեր դեմ աշխատել, ուրեմն, որովհետև դրսի մարդու իրավունքների պաշտպանների մոտ դա այդպես է անկալվում։ Հավատացեք, իրանք Հայաստանի ներքաղաքական շատ բաների մեջ կարող է չխորանալ։ Իրանք նայում են, ասում են, հոп 1, հոп 2, հոп 3, որ չես, ես մի տեսակ ոնց որ գործիք է։ Դա վտանգում է Հայաստանի, այսինքն հասկանում եք, իրոք եվրոպական ապագան, արևմտյան մերձեցումը, չի կարող դա ազդեցություն ի վերջո չունենալ։ Դրա համար sense բաներ անել չի կարելի։ Եվ ես վստահ եմ, եթե նույն Գագիկ Ծառուկյանի
Իդեպ ասեմ ձեզ, որոշ բաներ նույն Արարատ ցեմենտի հետ կապված, ուրեմն ես ակնարկել եմ նախկինում իմ եթերներում կոնկրետ, եթե իշխանությունները ցանկություն ունենային, ընդ որում ասեմ 2 տարի առաջ, 2.5 տարի առաջ բաներ եմ ասել իշխանություններին, ասել եմ, որ գիտեք ինչ կա, օրինակ, սենց խնդիր կա, մենք չեք ուզում հետաքրքրվեք։ Այսինքն սենց ուրեմն ասեմ, այս ամեն ինչը, երբ որ բերում են անում են սենց, արդեն կասկածները առաջանում, որ շոուներ է այստեղ կազմակերպվում։ Դե հիմա տեսնենք, նորից չլինի այնպես, որ ասենք, չգիտեմ, էլի ասենք ինչ որ ձգձգվի, վերջում ընտրություններ շե մի 5 տարի մարդիկ մոռանալու են այդ գործերի մասին, մեկ էլ հոբ գա ընտրությունների ժամանակը եւ այլ այսպես շարունակ։ Չի կարելի այդ գործելակերպը պետքա վերջացնել եւ պետքա անցնել գործի։ Խոսքով ասվում էր, որ մինչեւ մյուս ընտրությունների նրանք պիտի նստած։ Ամեն նախորդ ընտրությունների նույն բանն է ասվել, բայց չի կարելի, ել եմ ասում ընտրակաշառքի ձեր գործերով շատ արագ կարելի է, որտեվ թաստեր կա, չէ, ինչ որ ձայն, ընդ որում չգիտեմ, այդ գաղտնալսումներն է, գիտեք, չէ, այդտեղ լուրջ խնդիր կա, եթե իրանք չեն ստացել թույլտվություն գաղտնալսելու, ոչ մի գաղտնալսում չի ներկայացել, չի ընդունվելու որպես ապացույց։ Չի ընդունվելու դատարանի կողմից, որտեղ օրենքով չի կարելի։ Չի կարող պատահել։ Տեսնենք, ես ասում զգուշացնում եմ ուղղակի, որ այդպես է օրենքը Հայաստանում։ Հիմա էլ պետք է սպասենք մինչև Կիրակի, գոնե կենտրոնական հանձնաժողովին, հետո արդեն կգնանք առաջ։ Այո։ Վաղը հանդիպելու ենք։ Այո։ Ձեզ հետ նույնպես հարգելի հեռուստադիտողներ, ցտեսություն։ Հաջողություն։